ընտրությունների պատասխանների, ինչքան է տևելու այս անորոշ վիճակը, որովհետև բոլորս այս սպասումների մեջ ենք ու ոչ մեկ կառավարության անդամներից ոչ մեկ չի բարձրաձայնել ինչ է կատարվելու, ինչ է շարունակվելու, ինչ լուծում է լինելու։ Մեր քանի որ ընտրությունները եղավ, վերջացավ, ստեղծվեց կառավարություն, ստեղծվեց ազգային ժողով, ազգային ժողովը մեր ներկայացուցիչներն են, որոնք պետք է ներկայացնեն մեր ցավը, մեր հոգսերը, իրանցից որոնք են այսօրվա ընթացքում, այս օրերի ընթացքում, այս մի շաբաթվա ընթացքում, ինչ որ բարձրաձայնել, ասել ինչա կատարվում, ինչ լուծում է լինելու ժողովրդի համար։ Ոչ մեկ չեն բարձրաձայնել, ոչ մեկ չեն մոտիկանում, ոչ մեկ հարցերի լուծում չեն տալիս, ուզում ենք հասկանանք, ինչքան է տևելու մեզ այս անորոշ վիճակը։ Սպասենք տանը, թե ինչ որ փողոցում կանգնենք, սպասենք հարցի լուծումների, հարցի պատասխաններին։ Դիմել եք ինչ որ Մենք պետք է հասկանանք մեր քայլերը, մենք պետք է հասկանանք մեր քայլերը, որպեսզի իմանանք մեր հաջորդ քայլը ինչա լինելու։ Սա կլինի առաջի քայլը, իսկ երկրորդ քայլը արդեն կհասկանանք այս քայլից հետո ինչ կլինի, որպեսզի իմանանք մեր հետագա քայլերը, որովհետև մենք ունենք աշխատատեղ, ուզում ենք շարունակենք, որովհետև մենք շատ լավ պայմաններում աշխատում ենք ու շատ գոհ ենք։ Օրինակ, որոշ ժամանակով չփաստվի, ինչ քայլեր եք պատրաստվում։ Դե արդեն այդ ամեն ինչը մենք կկազմակերպենք, կորոշենք, որը կլինի ճշգրիտ որոշումը երկրորդ քայլի համար։ Խնդրեմ։ Ես ճիշտ է շատ բան չեմ ուզում խոսամ, չեմ կարող խոսամ, բայց շատ բան ունեմ ասելու։ Մենք ընդհանրապես պահանջում ենք մեր ղեկավարին, պարոն Ծառուկյանին ազատություն, մեր գործարանի բացում, որպեսզի մենք բոլորս կարողանանք աշխատենք, բոլորս մնացել ենք անգործ, յուրաքանչյուրս բանկերի հետ կապված խնդիրներ ունենք, տանը կապված խնդիրներ ունենք, երեխա ենք պահում, տուն ենք պահում, չենք էլ ուզում մենք մեր գործարանը լքենք, մենք սովոր ենք մեր ամեն ինչին, մեր ղեկավարությանը, մենք բոլորս միասին մի ընտանիքի նման կարողանում ենք ապրենք, հաշտ ու համերաշխ աշխատենք եւ մենք սնվում ենք, ապրում ենք պարոն Ծառուկյանի գործով, տված աշխատավարձով։ Մենք ընդհանրապես պահանջում ենք մեր գործարանի բացում եւ մեր պարոն Ծառուկյանին ազատություն։ Այդքանը։ Կամերանում ես։